Այսինքն ժողովրդի ստեղն են հասցրել երևի Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն ու մեր մյուս ուրեմն քաղաքական էլիտան եւ դրա համար եղավ այդ պորտկումը, ոչ թե ահաբեկչություն, ոչ թե մարդասպանություն, ոչ թե սրիկայություն, այլ պորտկում եւ արդարացնում են։ Հոկտեմբերի 27-ից առաջ էլ եղել են տարբեր հրապարակումներ, տարբեր խոսակցություններ, շատերը խորհուրդ են տվել նույն Վազգեն Սարգսյանին ունենալ թիկնապահներ, որովհետև իր կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Իհարկե Վազգեն Սարգսյանը չի հավատացել, որ կարող է Յան ազգանունով մարդիկ կազմակերպեն եւ Յան ազգանունով մարդը սպանի իրեն, բայց տեսանք ինչ եղավ հոկտեմբերի 27-ին ուղիղ եթերում։ Եվ հիմա էլ մարդիկ խոսում են դրա մասին ու պետք չէ այդ խոսակցությունները գցել կտուրը։ Պետք է դրանց հետևից գնալ։ Եվ ես դրա հետևից իրականում համապատասխան մարմիններին դրա հետ կապված գրություն գրել եմ եւ հուսամ կհետևեն որոշ գործողություններ, որովհետեւ բոլորն են նույն ազդակն են ստանում այդ հատվածից հարցազրույցի, որից որ դուք մեջբերում արեցիք։ Մենք ենք տեսնում, որ տարբեր երկրներում ահաբեկչական խմբեր են բացահայտվում, որոնք պետք է գան եւ ստեղ գործողություններ իրականացնեն։ Դա մեկը չէր։ Տարբեր աշնանային տերևաթափեր, գարնանային սրացումներ, չգիտեմ ինչ անուններով, տարբեր խմբեր են, չէ, բռնվել մեր իրավապահ համակարգի կողմից։ Եվ սա ուղղակի տենց ասել լավ համընկել է, չի համընկել։